Շնորհիվ ներդրվեց Չաշխատող Մարության նպաստի ինստիտուտը եւ 2016 թվականի հունվարի 1-ից այն կտրամադրվի եւս մոտ 30,000 մայրերին, ինչը որպես ժողովրդագրության խթանման կարևորագույն խնդիր երկար տարիներ չէր գտնում իր լուծումը։ Այս նպատակով 2016 թվականի պետական բյուջեով նախատեսվել է մոտ 4 միլիարդ դրամ։ Հարգելի պատգամավորներ, եկող տարի մենք նախաձեռնել ենք մի շարք կարևոր դեպի ապագան միտված ծրագրեր։ Առաջինը, ինչպես արդեն նշեցի, որ մինչև 2025 թվականը տնտեսության հեռանկարային զարգացման ծրագրի վերանայումն է։ Երկրորդ կարևորագույն ծրագիրը մինչև 2036 թվականը էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարությունն է, որը կսահմանի ուղենիշեր տնտեսության ողնաշարը հանդիսացող կարևորագույն այս ճյուղի համար կխթանի համակարգ օտարերկրյա ներդրումների գրավումը, կապահովի կայուն զարգացման նախադրյալներ։ Երրորդ կարևոր նախաձեռնությունը այսօր ակտիվորեն քննարկվող անկախության տարիների ամենահամալիր եւ ամենահամապարփակ հարկային բարեփոխումների փաթեթի ընդունումն է։ Ես արդեն նշել եմ այս սկզբունքները, որոնք ֆինանսների նախարարությունը պետք է դնի հարկային փաթեթի հիմքում։ Դրանք են երկարաժամկետ աճի խթանում, կենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա, երկրի մրցունակության եւ ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային համակարգում հիմնական շեշտը դնել սպառման հարգման վրա։ Կատարվող բարեփոխումները բոլոր ժամանակահատվածներում պետք է բերեն բյուջեի եկամուտների ավելացման, որպես առաջնային ռեսուրս դիտարկելով հարկահավաքման արդյունավետության բարձրացումը եւ հարկատուների համար պայմանների դյուրացումը։ Նախատեսել արտոնությունների աստիճանական փոխարինում սուբսիդիաներով։ Այդ դեպքում, երբ հնարավոր լինի դրանց թիրախավորված տրամադրումը կարիքավոր խավերին փոխհատուցելով գների հնարավոր աճը։ Բարեփոխումները պետք է իրագործվեն 3-ից 5 տարվա ընթացքում հարկային համակարգում կայունություն եւ սահմանություն ապահովելու նպատակով։ Հարգելի գործընկերներ, մի առիթով Ուինստոն Չերչիլը ասել է. յուրաքանչյուր խելացի մարդ միշտ կարող է կազմել հաղթական ծրագիր, բայց մեկ պայմանով, եթե ինքը չէ այդ ծրագրի իրականացնողն ու պատասխանատուն։ Այս խոսքերը ես հիշեցի, երբ բյուջեն ներկայացնելուց հետո սկսեցին քննարկել տարբեր հարթակներում եւ հնչում էին գնահատականներ, թե կարելի է ավելի հավակնոտ բյուջե ներկայացնել եւ տնտեսական առավել մեծ աճի ցուցանիշ ամրագրել։ Այո, ամեն ինչ էլ կարելի է գրել եւ ասել, եթե դու չես դրա պատասխանատուն եւ եթե դու չես լինելու ասվածի եւ հետո այդպես էլ չարվածի կրողը։ Կարծում եմ, որ բյուջետային քննարկումների ժամանակ գերունեցողները պետք է իրենց առաջարկություններին մոտենան իրականացնողի պատասխանատվությամբ։ Վստահ եմ, որ մեր երկրին արժանի տնտեսական հաջողություններ մենք կարող ենք ապահովել միայն ներառելով բոլոր առողջ ուժերին, քննարկելով բոլոր կառուցողական առաջարկները, այն առաջարկները, որոնք ենթադրում են ոչ միայն հաղթական դափտիներ, այլ պատասխանատվության մեծ զգացում։ Նման մոտեցում մենք կարող ենք ձևավորել միայն հանդուրժողականության հիման վրա, սուր, բայց կառուցողական քննարկումների արդյունքում միասնաբար ընդունված որոշումների անշեղջ կատարման միջոցով։